Տեսեք ինձ վիճակը այստեղ ամպեր են սև կուտակվե Սուրենյանը հայտարարում էր, որ պետք է կարկուտ տեղաբացի անձրևը մի անգամ արդեն եկավ, ամեն ինչ ավիրեց, նախապատրաստում է երկրորդ անգամին Ժողովուրդ ջան, բարի օր, դարձյալ գտնվում ենք Կարմելի խոհանոցում, այսօր պատրաստելու ենք կանաչ լոբի, արագի մեջ ասեմ ինչ եմ անելու և սկսենք, այստեղ վերցրել եմ 2 հավի ազդեր, այսպիսի, հիմա կլվանամ, ջուր կլցնեմ և կդնեմ եփի, ասեմ, որ երբ առաջի անգամ եփը գալիս է, ես դատարկում եմ, լվանում եմ նորից միսը, նորից ջուր լցնում ու եփում, իսկ այստեղ տեսեք, թե որքան լավ լոբիներ ունենք, մեծ, փափուկ, ուրեմն այս 2 ծայրամասերը կհեռացնեմ, հետո շեղանկյուն կկտրեմ և կդնեմ եփելու, դե գնացինք պատրաստելու, իսկ լոբիները պետք է կտրենք այս տարբերակով, բոլորից ծանոթ տարբերակ է ժողովուրդ ջան, հիմա բոլորը կկտրեմ և կդնեմ եփելու, լոբին արդեն կտրե պատրաստել եմ, այսպես, հիմա պետք է ավելացնեմ այս 1 բաժակ ջուրը, քիչ եմ լցնում, այնքան, որ ինքը մի թեթև եփի, որովհետև պետք է ավելացնեմ հավի միսը իրեն հյութով, դնենք կրակին թող եփի, քանի որ երկուսն էլ միասին եփում են, մի փոքր համեմ ենք աղով, մի կես քթալ այստեղ եմ լցնում, մի կես քթալ էլ մսին, աղով եփածը շատ համեղ է լինում, ժողովուրդ ջան, լոբին արդեն շոգեխաշվել է, հիմա ասեմ արագ ինչ եմ անելու, ավելացնելու եմ սոխը, կարտոֆիլը, պղպեղը, այնտեղ նախօրոք տապակել եմ, սոխ, լոլիկ և ավելացրել եմ մի փոքր համեմունքներ, աղ, կարմիր պղպեղ, սև պղպեղ և մի փոքր էլ կծու կարմիր պղպեղ և այս բոլորը շարելուց հետո վրան ավելացնելու եմ հավի միսը իրա սոկով, արագ ավելացնենք, այս բոլորը հիմա լցրեցի, բերեմ ավելացնեմ միսը իրա սոկով և դնենք եփելու, արդեն պատրաստ է, բոլորը տեղավորել եմ կաթսայի մեջ, հիմա բերանը փակենք և դնենք եփելու, ճաշը արդեն եփել է պատրաստ է, հիմա կավելացնեմ 1 ձու և կանաչ,
Ահա եւ վերջ, մեր համեղությունը պատրաստ է, ժողովուրդ ջան։ Փորձեք, շատ համեղ է լինում, չեք փոշմանի։